ведь мы одно, и дух мой на тебе. Жизнь бескорыстной быть должна твоя, и жертвенный примером на земле. С голодным, разделивший свой обед, меня ты кормишь, угождаешь мне. О сироте, протягивая хлеб, не будешь недостатка в нем иметь. И вдовь не забывай ты в скорбях, не избегай, а поспеши скорей к тому, кто пошатнулся и упал, кого окутал сетью сильно грех. Я не могу забыть глаза Христа. И это не иллюзия, мой друг. Они и так же смотрят на тебя через сироту, калеку и вдову. Ես չեմ կարող մոռանալ Քրիստոսի աչքերը։ Այո, ճիշտ ասացիր քրիստոնյա։ Նրանք հաճախ նայում են ինձ որբի հաշմանդամի այրամիջոցով։ Ես հաճախ եմ տեսնում արցունքներ այդ աչքերում եւ լսում, որ Հիսուսն ինքն ինձ է ասում։ Ուրիշի ցավը, հիվանդությունը կամ կարիքը պետք է լինի քոնը, քրիստոնյա։ Դու պետք է զգաս այնպես, ինչպես ես եմ զգում, քանի որ մենք մեկ ենք, ես եւ իմ հոգին, որ քո վրա է։ Քո կյանքը պետք է լինի օրինակ, զոհաբերող եւ անձնուրաց։ Քաղցածի հետ քո կերակուրը կիսելով, դու կերակրում ես ինձ եւ հաճեցնում ես ինձ։ Եվ որբի հետ քո հացը կիսելով, դու դրա պակասությունը չես զգա։ Եվ մի մոռացիր այլիներին իրենց վշտերի մեջ։ Մի խուսափիր, այլ գնա դեպի նրան, ով տատանվել է ունկել, նրան, ում մեղքը խորապես փաթաթել է ցանցով։ Ես չեմ կարող մոռանալ Քրիստոսի աչքերը։ Այո, ճիշտ լսեցիր քրիստոնյա։ Նրանք նույնպես նայում են նաև քեզ, որբի հաշմանդամի այրամիջոցով։ Ты, Божий
Пажите и водит меня к водам тихим, подкрепляет душу мою, направляет меня на стези правды ради имени своего. Если я пойду и долиною смертной тени, не боюсь зла, потому что ты со мною, твой жезл и твой посох, они успокаивают меня. Ты приготовил передо мной трапезу в виду врагов моих, умастил елеем голову мою, чаша моя преисполнена. Так благость и милость сопровождают меня во все дни жизни моей, и я пребуду в доме Господнем многие дни. Տերը մովիվս, ես բանի վկարողություն պիտի չունենամ, զիս խոտավե տարոտների մեջ կա պարքեսն է, հանդար ջուրերիկով ինձի կարաշնորդ է, հոգիս կնորոք է, իր համար արդարության ճամպաների մեջ կարաշնորդ է ինձի, թեր մավաշուկի ձորի մեջ էր պտտվեմ, չարեն պիտի չվախենամ, վաշնսի դու ինձի հետ ես, կուցուվը դու գավասանը անոն զիս պիտի մխիտարեն, Սեղանը պատրաստես իմ արջևս իմ շնամներուս դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, իմ բաշակս խիստ լեցուն է, իրավի բարերարությունը ու ողորմությունը ինձ հետ պիտի կան, կյանքիս բոլոր օրերի մեջ ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակվի։ Надо признаться, дорогие братья и сестры, что этот псалом многие из вас хорошо знают. Ես մի բան գիտեմ, որ դու շատեր այս սաղմոսը լավ գիտեք։ Но я бы хотел обратить внимание на некоторые мысли, которые здесь сказаны, вот, которые я пережил в своей жизни. Բայց ես կուզեի, որ դուք ուշադրություն դարձնեք մի քանի խոսքի, որ ես անձամբ այդ ապրումներ ունեցա։ Когда я читал этот псалом, я всегда обращал внимание на те стихи, которые вот, 1, 2, 3, 5, 6. Они, как бы, очень приятные и очень дороги нам. Եվ մի քանի խոսքեր, որ ես կարդում, ես կուզեի անդրադառնալ առաջի, երկրորդ եւ երրորդ խոսքերի։ И нам всегда казалось, что Господь, Он благ. Եվ մենք տեսնում ենք, որ Տերը միշտ բարի է։ Господь дает радость человеку. Տերը մարդուն տալիս է ուրախություն։ Всегда мне нравились эти стихи, когда Он вводит к водам тихим. Եվ ինձ հաջելել է խոսքերը կարդալ, որ հանդարտ ջրերիքով առաջնորդում, Что Он заботится. որ նա հոգ անում մեր համար, Что Он приготовляет трапезу перед тобой. նա մեր առջև սեղան է պատրաստում, Что Он умощает нашу голову մեր գլուխը յուղով օծում է, в виду наших врагов. մեր թշնամիների դիմաց։ И всегда радостно было входить в Дом Божий и поклоняться Ему, как вот Եվ здесь միշտ написано. ուրախություն է, որ գնա Տիրոջ տուն եւ իրան փառավորել, И всегда нравилось, что благость и милость Его сопровождали. որ мիշտ Աստծո բարությունը մեզ հետ է լինում։ Но однажды в моей жизни случилось то, что вот, как бы вот этот 4 стих, который я до этого как бы особо не замечал, Եվ մի անգամ իմ կյանքում դեպք եղավ, որ այս 4 խոսքի վրա այսքան ոնց որ չէի տեսնում։ мне пришлось как-то приехать в воскресный день на собрание. Ես Կիրակի օր եկա պաշտամունքի, Все было очень хорошо. ամեն ինչ лավ էր, Мы были с семьей, с детьми, с супругой моей. իմ ընտանիքով, իմ կնոջ հետ, իմ երեխաների հետ, Но почему-то вот так получилось, что как бы сговорившись, բայց ինձ եղավ ոնց որ ես պայմանավորված լինեի, кто-то позвонил мне մի օքի ինձ զանգեց и начал что-то рассказать на работе, какие-то проблемы. եւ գործի տեղում իր դժվարությունները հետ դրա մասին խոսել։ Потом как-то получилось в разговоре, там что-то случилось, супруга что-то сказала. Եվ այդ խոսակցության մեջ կինը մի բան ասեց, Я молчал, եւ ես լուր էի, но вот эти все мысли, вот, и до этого еще дети немножко что-то сказали, добавили. եւ երեխեքներ խոսացին եւ И ես казалось, вот մտքերը такая бытовая проблема, бытовая ситуация. Սորական ընտանեկան մի հատ ինչ-որ տենց խնդիր էր։ Но к тому моменту, как я уже подъехал к молитвенному дому, Բայց երբ որ մենք մոտիկացանք Աստծո տանը, все эти мысли, они стали таким большим таким комом внутри меня. եւ մեջը մի հատ մեծ հոգ ստանալ իմ ներսում։ И когда моя супруга вышла с машины, Երբ որ իմ կինը մեքենայից դուրս եկավ, я попросил, сказал, ну пойди, я потом я сейчас подымусь. ասեցի դու գնա, ես հեսա կգամ։ А сам сижу в машине. Ես նստել եմ մեքենայի մեջ, И вот эти мысли, они как бы вот так меня тревожат. եւ այդ մտքերը ինձ անհանգստացնում են։ И казалось бы, ничего не говорило о том, что они вот вдруг возникнут. Вот эти Եվ мысли, ոչ ситуации. մի սկզբից ոչ մի бан չկա, որ այդ մտքերի մեջ դες անհանգստություն կբերի։ И надо признаться, друзья дорогие, что меня не били как-то палкой, Ինձ ոչ փայտով են ցեցել, цепями не водили куда-то вот. ես в ինչ тюрьму или что-то. շղթաներով չեն կապել տալել։ Я знал, что многие братья не страдали за слово евангельское, и моя ситуация, она была бы, как бы, вот, казалось бы, абсолютно ничтожной перед тем, то, что переживали некоторые братья. Եվ եղբայրները եղել, որ իրանք բանդեր են նստել, դժվարություն են կրել, համեմատած իմ այս փորձյանը, դա շատ փոքրիկ
փորձություն։ Но в тот момент я что-то переживал внутри меня, и это тревожило. Я не мог просто освободиться от этих мыслей, вплоть до того, что я не хотел пойти уже на собрание, подниматься наверх. Բայց իմ ներսում այնպիսի մի հատ պատերազմ էր ու մեծ դժվարություն էր, որ ես չէր ուզում գնալ մտնել պաշտոններ։ Это было молитвенное служение. Եվ դա աղոթքա ժողով էր։ Каждое воскресенье перед собранием у нас примерно час мы молимся перед Մինչև собранием. պաշտամունքը սկսելը մենք ունենք 1 ժամ աղոթքա ժողով։ И мне надо было присутствовать на этом собрании. Եվ ես պետք է այդ աղոթքա ժողովին մասնակցել։ И я как-то вот так нашел некоторые силы в себе, я зашел уже в молитвенный дом, поднялся наверх. Եվ ես իմ մեջ ուժ гта եւ բարձրացա վերև։ И преклонился перед Богом, Տիրոջ առածենք и եկա вокруг меня народ Божий. եւ իմ կողքը Աստծո И ժողովը։ все молятся, и Дух Божий действует. Եվ բոլորը աղոթք են անում եւ Աստծո ոգին դե գործանում։ Огромнейшее наполнение. Եվ մեծ լեցունություն Я ունենք։ вижу народ справа и слева, которые молятся и благодарят Бога. Ես նայում եմ աջ եւ ցախ կողմերը, տեսնում եմ աղոթք են անում եւ Աստծո շնորհակալություն են հայտնում։ Дух Божий действует. Եվ Աստծո ոգին այդտեղ գործ է անում։ И заглядываю в свое сердце в то же Եվ ես время. այդ ժամանակ նայում եմ իմ սրտին, Оно холодное, и у меня даже слов нету, чтобы обращаться к Богу. եւ իմ ներսն այդ սառնը, որ ես բառերը չեմ գտնում, որ Աստծուն դիմեմ։ Я вот так стоял некоторое время, Եվ ես մի որոշ ժամանակ կանգ առա, я размышлял եւ ես իմ մեջ խորում էի, и пытался найти слова, чтобы обращаться к Господу. եւ ուզում էի խոսքեր գտնել, որ Տիրոջը դիմեի։ И вот вспомнил вот именно вот этот псалом, я его знаю наизусть. Я его выучил с малых лет. Այս Սամոսը հիշեցի 23-ը, ես փոքրուց այդ Սամոսը անգին եմ։ Я начал обращаться к Богу и говорил: Господь, Ты есть мой добрый пастырь. Եվ ասի Տեր, դու ես իմ բարի հովիվը, Я ни в чем не нуждаюсь, в принципе. В моей жизни нет абсолютно никакой нужды. ես նայում եմ կյանքում, ես որևէ մի այդպես որևէ бանի կարիք Как չունեմ, бы особых проблем и нету, друзья. ես մեջ հոգսեր չունեմ։ Но вот почему-то вот эта ситуация, она меня очень сильно тревожит. Я не могу с тобой связаться, я не могу вот так обращаться к тебе. Բայց ես որ ես իրավիճակի մեջ եմ, ես չեմ կարող քո հետ հաղորդ լինել։ Я вот так склонялся и стоял перед моим Господом. Եվ ես ծնկի եկած Տիրոջ առաջ կանգնած եմ։ И передо мной явилось это распятие моего Господа Иисуса Христа. Я перебирал вот эти мысли, которые Он перенес на меня. Страдания, смерть, Его Голгофа, Его кровь, Его воскресение, Его ходатайство перед Богом Отцом. Եվ ես իմ մեջ նայում տեսնում եմ Քրիստոսի խաչելությունը, իր տառապանքը, մահը, որ նա իր արյունը թափեց, որ ինքը արել է դայ համար։ И на тот момент, когда я прощался к Нему, говорил: Господи, Եվ այդ ժամանակ ես ասի Տեր, я бессилен, ես կարողություն չունեմ, я подавлен. ես ընկղված եմ։ И казалось бы, эта ситуация, эти проблемы, они абсолютно ничтожны, но я просто не могу вот так найти Тебя, обращаться к Тебе. Որ ես նայում եմ այդ հոգսերը շատ փոքրիկ են, բայց ես չեմ կարողանում քեզ գտնել։ Я искренне сказал: Господи, но Ты силен, Եվ ես անկեղծ ասի Տեր, դու զորավոր ես, помочь мне. կարող ես ինձ օգնել։ Когда я этими словами обратился к нам, Եվ որ այդ խոսքերով ես Տիրոջը դիմեցի, то некое такое наполнение, մի հատ լեցունություն եկավ, некая такая благость, օրհնություն եկավ։ Его любовь объяла меня. Իր սերը ինձ И настолько наполнила, եւ այնքան ինձ լեցրեց, что из глубины сердца որ իմ սրտի խորքից я только славил Бога и благодарил, говоря: слава Тебе, Господи, и никаких других слов. ես միայն իրան փառավորում եմ, ասում եմ, Только «Փառքես Տեր», прославление, только слова вот так беспрестанно. Слава Тебе, Господи. անդադար փառքես Տեր։ И Господь наполнял мое сердце. Եվ Տեր իմ սիրտը լեցնում էր։ Я тогда понял, друзья дорогие, Եվ ես ժամանակ հասկացա, что любовь Божья, որ Աստծո սերը она настолько велика, ինքը այնքան մեծ է, что как бы ни были велики твои проблемы, որ իշքան է քո խնդիրները մեծ լինեն, они всего лишь очень маленькой каплей являются перед Его любовью. իրանք փոքր կատիլ են իր սիրո առջև։ И я вспомнил такие слова, которые Христос однажды сказал Եվ ես հիշեցի այն խոսքը, որ Հիսուսը մի անգամ ասել, в Евангелии от Иоанна Հովանո ավետարան после своего воскресения, իր հարությունից հետո, когда Он явился Марии, երբ որ նա Մայրամին հայտնվեց, которая стояла и плакала перед гробом, որ նա կանգնած էր այդ գերեզմանի առաջ и եւ слава լացեց его Господа, не могла եւ дышать. Տիրոջն էր ման գալիս եւ նա չէր մխիթարվում И вдруг увидел Господа и подумал, что это садовник. եւ նա տեսավ Տիրոջը, բայց мտածեց, որ դա պարտիզպանում И է обратился, сказал: где Господь мой? Если ты взял и где-то спрятал, перепрятал, скажи, где его положил. դեպվեց եւ ասեց ուր ես դրին Տիրոջը ասա։ Но когда Господь обратился, сказала Мария, Բայց երբ որ Տեր ասեց Մայրամ, она узнала своего Господа. նա Տիրոջը ճանաչեց։ И она готова была обнять. Նա ուզում էր И գրկախառնել, тогда Христос сказал очень важные слова. բայց Տերը կարևոր խոսքեր ասեց։ И
Иди и скажи моим ученикам. Ես գնա իմ աշակերտներին ասա, Да я вас скажу к отцу моему и к отцу, որ ես բարձրանում եմ իմ հորմոտ եւ ձեր հորմոտ, и к Богу моему, и к Богу вашему. իմ Աստծուն եւ ձեր Աստծուն։ Я хотел бы заметить, друзья дорогие, что Христос вначале сказал, иду к отцу моему. Ես ուզեմ որ դուք ուշադրություն դարձնեք, որ առաջին ասեց, ես գնում եմ իմ հորմոտ И к вашему отцу. եւ ձեր հորմոտ։ И на тот момент, когда я стоял в молитве, я вспомнил эти слова. Եվ երբ որ ես աղոթքի կանգնած այդ խոսքերը ես հիշեցի։ Я понял, что у меня на этой земле есть Отец, есть тот, который հասկացա, որ любит ես меня, ունեմ հայր, որից սիրում եմ, который объемен своей любовью меня, որ իր սիրով ինձ կրկելու է, который наполняет меня этой որ любовью. ինքն այդ սիրով ինձ Есть լեցնում, тот, կա այն անձը, который заботится обо мне, որ իմ համար հոգ անի, который есть добрый пастырь, որ նա է բարի հովիվը, который дарует радость в общении с Ним. որ նա տալիս է մեզ ուրախություն, որ այդ մենք հաղորդ ենք И լինում, никакие уныния, никакие мысли, никакие проблемы, они не всилят, друзья дорогие, ոչ մի ներսրտությունը, տրտունջը, խնդիրները չեն կարող нас отдалить от этой любви. մեզ այդ սիրուց հեռացնել։ Ему за это все слава. Իրեն փառ։ Да прославится наш Ով Господь. Տիրոջ անունը փառ։ Amen.
կարդում մի համար։ Եբրայեցիս 12:2։ Եբրայեցիս 12:2։ Հիսուսի նայեք։ Մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ այն ուրախության համար, որ իր առջև կեցած է, խաչ հանձարավ, ամոթ հարամարեց, Աստծո աթոռի աչքով Հիսուսի նայեք։ Մենք շատ տեղեր ենք նայել։ Շատ մարդկանց ենք նայել։ Շատ մարդկանց խոսքերին ենք նայել։ Շատ երևույթին ենք նայել, բայց ոչ մի արդյունք չի ստացվում։ Հիսուսի նայել նշանակում է նայել նրա խաչի հրապարակ կյանքի։ Որտեղ առանց Գողգոթայի ոչինչ չի տրվում մեզ։ Մեր հին մարդի հարցը լուծել է Հիսուսը։ Մեր ամբողջ մեղքերը քավել է Հիսուսը։ Նրա այրունը բարեխոսը մեզ համար գիշերցել։ Ես ուզում տեսնենք Հիսուսի խաչի վրա։ Եվ ինչ սովորենք իրանից։ Մենք շատ բաներ ենք սովորում, բայց մեզ չի օգնում։ Հիսուսը խաչի վրա բոլոր իր խաչողներին ներեց։ Ուշադիր լսեք ինչ եմ։ Բոլոր իր խաչողներին մի հոգու չպատժեց, մի հոգու չանարգեց, մի հոգու չնսեմացրեց։ Ասեց հայր, ներիր չեն հասկանում ինչ։ Այդ երկու ավազակները, որ անարգում էին Հիսուսին, հանգարց լսեց Հիսուսես խոսքը։ Եվ միտքը փոխվավ էս մարդես մի ավազակի։ Ուշադիր նայեք, Հիսուս խաչի վրա ոչ մեկին չդատապարտեց։ Ընդհակառակ քավեց բոլորի մեղքերը։ Ադամից սկսած մինչև վերջին մարդին։ Քավել եւ թողություն տարբեր բաներ։ Քավել նշանակում է պատիժը կրել։ Ինչ մեղ գործել ունես, հորքո բարեխոս կա։ Ասպան գրում է մեղ չգործեք, եթե մեղ գործեք, հորքո բարեխոս ունեք։ Հիսուս Քրիստոս արդարը, անիկա մեր մեղքերի քավությունը, ոչ թե մերների, ամբողջ աշխարհի քավություն արել։ Նա կրակին չի տառապանք նապլի, որ հայրը թողեցին։ Նա խաչի վրա մտածեց իր մոր մասին։ Բայց այսօր շատ հավատացյալներ կան, իրանց հորնումոր մասին առանց խաչվելու չեն մտածում։ Բայց Հիսուսը խաչվելով մտածում էր մոր մասին, մտածում էր աշակերտի մասին, մտածեց բոլորյա խաչողների մասին, մտածեց ավազակի մասին, ասենք փառք քեզ Հիսուս։ Մտածում էր մոր մասին։ Դու հավատում ես դրա։ Քո հերմերը կավատ չմտածեն քո մասին, քո ամուսինը, քո կինը, քո երեխան, չմտածի քո մասին, քո հարազատը, բայց մեկը կա, որ խաչվելով մտածում է քո մասին, ասա փառք։ Պողոսը մեր նման մարդ է։ Նա սմանավատության մեջ չարիություն է անում, խաչում է հավատացյալներին։ Նա որ եկավ հավատքի, հանդիպավ Հիսուսին, բայց նա մի անգամից մեղքի ազատագրում չստացավ։ Նա Հռոմեացի 7-րդ գլուխ ապրեց։ Այդ բացեց իրան պատվիրանը, ասեց դու մարմնավոր ես Պողոս, Պողոս դու թշնամի ես ասում, մեղքը թագավորում է քո մեջ,
Դու հավիտենական մահվան մեջ ես, քո մեջ մի գրաբարություն չկա։ Նոր կյանքի օրենքը, որ խոսեց եղբայրը, նոր տեղ հասավ։ Երկրորդ եղբայրը, որ կարոզեց, եթե հիշում եք, նա տառապում էր, ողբում էր, չէր իմանում ինչ աներ։ Տերը բացեց իր միտքը։ Խավարի մեջ լույս ասակում Աստված։ Նա իսկական լույսն է։ Իրանը նայել պետք։ Իրան հավատալ, քո հավատքի առաջնորդը դու չես։ Եթե ուզում ես հավատքի առաջնորդը Հիսուսը լինի, ես մի համար եմ ուզում կարդալ։ Հիսուսին ինչի ենք նայում, մի համար եմ կարդալ։ Նայեք, Պողոս Սարաքյան մեր նման մարդ է։ Մեր նման մարդ գիրքերի ենթակա։ Եվ նայեք տեսեք ինչա գրում նա։ Քրիստոսի հետ խաչ ելա ես։ Այլևս կենթանի եմ ոչ թե ես, ապա Քրիստոս կենթանի է իմ մեջս։ Բայց որ հիմա մարմնովս կապրի, Աստծո որդու հավատքով կապրի։ Հիսուսին նայելուց պետք է փափագել իր հետ խաչվել։ Եթե այս հավատքով չես նայում իրան, դու քրիստոնյա չես դառնում։ Քո հավատքը չի լի Աստծո որդու հավատքը։ Նա է քո հավատքի առաջնորդ ու կատարողը։ Երբ նա դառնում քո հավատքի առաջնորդը, երբ որ Պողոսի նման ասում է, Քրիստոսի հետ խաչ ելես, այլ ոչ թե ես, ապա Քրիստոս կենթանի է իմ մեջս, բայց որ ես մարմնովս կապրին, Աստծո որդու հավատքով կապրին, որ զի սիրեց իր անձը ինձի համար մարմին։ Քանի դու ես ապրում քո մեջ, ոչ սրբություն կհասկանաս, ոչ արդարություն կհասկանաս, ոչ ինչ չես հասկանաս։ Քո սրբությունը նա է, քո արդարությունը նա է, քո փրկությունը նա է, ամեն ինչ նա է։ Նա պետք է ապրի մեջ, քո մեջ, որ դու սուրբ լինես։ Նա պետք է ապրի քո մեջ, որ արդար լինես։ Նա պետք է քայլի քո մեջ, որ դու Աստծո հետ ապրես։ Հիսուսի նայեք։ Հիսուսի նայեք։ Պողոսը նայեց Հիսուսի։ Ասեց, ես Քրիստոսի հետ ուզում եմ խաչվեմ։ Խաչվեմ։ Երբ որ ես բանը բացեց ինձ Աստված, երիտասարդ էի շատ, մեղքը թակավորում էր մեջ, Տեր ասեց, դու մարմնավոր ես, մարմնավոր մարդը թշնամի Աստծուն, դու բացի թշնամություն անելուց ուրիշ հատկություն չունես, չունես, Պողոս ինչ էր ասում, ով կազատես մահացու մարմնից։ Մահն էր տեսնում իր մեջ, որ թակավորում։ Մեղքը թակավորում այն մեջ։ Եվ նա ոչինչ անել չի կարող։ Դու հուսատվես քեզանից կատարյալ։ Հրաշալվես քեզանից կատարյալ։ Տրվես Հիսուսին։ Ասես Հիսուս ջան, ուզում եմ դու խաչվես ինձ քեզ հետ։ Ես ուզում եմ քո հետ խաչվեմ, որ դու ապրես, որ իմ հավատքի առաջնորդը, կատարողը դու լինես։ Ասենք փառք, ասենք փառք, ասենք փառք։ Այս ճանապարհով կարանք ենք։ Գաղափարը չի կարող ես տանել։ Եթե նա կենթանի չապրա, դրա համար ես սովորել եմ մանուկ հասակից, երիտասարդից, որ միշտ խաչվել եմ ուզում, առավոտ կատու, գիշերվա կեր զարթնեմ,
պետք է ուզենամ խաչվել նրան, որ նա ապրի մեջ, որ իմ հավատքի առաջնորդ ու կատարողի լինի, ուրիշ ճանապարհ չկա, քանի քո եսը կա, դու ուրիշին խաչես, ուրիշին կդատես, ուրիշին կանարգես, ուրիշին կնսեմացնես, դու քեզ չես խաչի, ով Քրիստոսին լավ հավատքով անայում, նա ուզում է խաչվել նրան, չի ուզում ապրել, ուզում է իր մեջ միայն ապրի Քրիստոս։ Այս բանը ես հասկացել եմ 22 տարի։ Դրա համար ոչ մեկի հետ ես կռիվ չունեմ տալու։ Ոչ մեկի հետ կռիվ չունեմ, իմ կռիվի հետ է, որ միշտ խաչվեմ, արագվեմ, նսեմանամ։ Երդ հարց տամ ձեզ, մարդի մասին ինչ ենք կարդում, լավ բան կա գրած։ Մարդի սիրտը խաբեբայը քիչ չա, մարդի լեզուն աներության տիեզերք, մարդի ներսը չար սիրտ է, մարդը իրա ներսը թագավորը նստած։ Ինչ ասել, ինչ կեղտ ասես մարդի մեջ կա։ Բոլորս են ստության մայրաքաղաք։ Դու հավատում ես, որ ստություն ես։ Եթե ստություն ես, ախմեր ջան, ես աղոտ կարամ և գնա Հիսուսի, և Հիսուսը քեզ կօգնի։ Տեսեք ինչ ա գրած։ Ինչ ա գրած ստության մասին։ Մենք բոլորս կարդում ենք այդ խոսքերը, բայց չենք հավատում։ Ստությունը ատեցի, անարգեցի, բայց օրենքը սիրեցի։ Դու եթե քեզ չես ատում, ստություն ես պաղել, եթե քեզ չես ատում, քեզ չես անարգում, դու ոչ ինձ կսիրես, ոչ իմ օրենքը կսիրես։ Եվ կարդում եմ հաջորդ համար։ Քորենք սիրողների շատ խաղություն կա, անոց գայթակություն չի լաչ։ 55 տարում ինչ ասես տեսել, թե ընտանիքի կողմից, թե եկեղեցու կողմից, թե պետության կողմից, ինչ նեղություններ ասես գրել եմ, բայց չեմ գայթակվել, որտեղ ես հավատում եմ, ստություն եմ, ատում եմ ինձ, անարգում եմ, որ իրա օրենքը սիրեմ, իրա պինդ սիրեմ, ամբողջ հոգով սիրեմ։ Գնա ես ճանապարհ, խաչվիր, որ Հիսուսը ապրի քո մեջ, նա դառնա քո հավատքի առաջնորդը և կատարողը։ Չարեցիր ես քայլը, ամեն օր չարեցի։ Պողոսը քեր ամեն օր ներում, թե խելքը չեր ասնում։ Ամեն օր խեր Քրիստոսի մահակը, խելքը չեր ասնում։ Մեզնից 1000 գլուխ հավատացյալ։ Եվ նա, տեսեք ինչ է հավնել ես մարդը։ Խաչված մարդը ինչ է հավնում։ Նայեք ինչ է հավնում։ Մենք բոլորս քրիստոնյա ենք կոչվում, բայց ինչ ենք հավնում։ Նայեք տեսեք Պողոսը ինչ է հավնում։ Հենց բաներ հավնում, որ մենք չենք հավնում։ Կարդան լսենք։ Անոր համար հավնել եմ ես տկարություններից, նախատիպներից, տառապանքներից, հալածանքներից, նեղություններից Քրիստոսի համար։ Բաց և տկարանամ անատեն զուտում։ Ինչ էր հավանում։ Հավանում էր փառավորները, հավանում էր Յանկովելը, հավանում էր Առաքյալը, հավանում էր աշխատգործում, հավանում էր որ եկի գնաց եկելա։ Անես բաներ հավանում, որ ես ու դու կարող ենք հավանենք, ոչ մի գրած, ոչ տկարություն հավանենք, ոչ նախատինք հավանենք, ոչ տառապանք, ոչ հալածանք Քրիստոսի։ Ինչի ասա հավանում։ Հավանում է, որ միշտ մեռնի Հիսուսը ապրի իր մեջ։ Այս է հավանենք, որ խաչվել ուզենանք, մորթվել ուզենանք, իմ համար գիտեք մահը ինչքան թանկ է։ Մահը, ես մահը շատ եմ սիրում։ Հենց իբեր Հիսուսի հոգի վերցնի, ես փառք կտամ Հիսուսին, որտեղ գիտեմ, որ վարկյանի մահացա
հաջորդ վարքյանին մենք լինում ենք Հիսուսի գիրկը։ Մեր Սամվել եղբայր մոտ մեռնելուց մի օր առաջ են եղել։ Եղբայր, որ վարքյանին աչքերս գոցի, հաջորդ վարքյանին Հիսուսի մոտ է։ Հարկ տիրոջ, մահը ինձ Հիսուսին գրկելն հավիտյան, Հիսուսից ամբաճան եմ մնում, մահը ինձ համար դայա։ Անդրաման ես, նայում եմ իրագանուստին, ուսում եմ իրահիտ ապրեմ, հավիտյան, դրամար ուսում եմ միշտ խաչվեմ, միշտ առանվեմ, միշտ սևացվեմ, որ Հիսուսը ապրի մեջ, ինքը դառնա, իմ հավատքի առաջնորդը կատարողը, հարկ տանք Տիրոջ։